Եթե մարզիչը հանգիստ է եւ վստահ է, որ իր սանը անպայման ռինգում իրեն շատ ազատ է զգում, շատ ավելի վստահ, մարտական տրամադրված, ֆիզիկապես շատ ավելի պատրաստված, կարող ես հանգիստ խորհուրդ տալ եւ շտապողականություն չմտնի, որպեսզի նա երբեք չփորձի, որ այո, իր գործողություններում շտապողականություն մտցնի։ Այստեղ բացի ֆիզիկական լարվածությունից մեծ է հոգեբանական լարվածությունը, որտեղ պատասխանատվության զգացումն է մեծ երկուսի համար էլ։ Ես տեղյակ եմ, որ այս մարտը դիտում են նաև մեր պատանի բռնցքամարտիկները, հավաքականի անդամները, պարոն Անտոնյան, որտեղ ինձ Հայաստանի Ֆեդերացիայի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանը տեղեկացրեց, որ տղաները, ովքեր վերադարձել են Եվրոպայի առաջնությունից օրեր առաջ, անապայում անցկացվեց Եվրոպայի առաջնությունը, մենք նվաճեցինք 1 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ, նրանք այսօր ուշադրությամբ հետևում են Սյուզի Կենտիկյանի մենամարտին։ Այո, եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտից շատ բան ունեն սովորելու։ Առիթից օգտվելով ես ուզում եմ շնորհավորել մեր տղաներին նրանց գեղեցիկ հաղթանակի առիթով։ Այո, իսկապես հերոսություն է, 14 մասնակցից 5-ը բերեցին մեդալներ տարբեր աստիճանի, եւ արծաթ, եւ բրոնզ, եւ ոսկի։ Այո։ Իսկ մենք ուշադրությամբ շանթի եթերում հետևում ենք Սյուզի Կենտիկյան, Հուլիա Սահին մենամարտին։ Հիշեցնեմ, որ այս մարտը տեղի ունենում գերմանական Ռոստոկ քաղաքի State Hope մարզապալատում։ Այս երեկո մենք ականատես եղանք նաև մի քանի մենամարտերի եւ երեկոն շանթի եթերում դեռ շարունակվում է։ Սյուզի Կենտիկյան այս բռնցքամարտիկը արդեն մեծ ճանաչում, հեղինակություն ունի Գերմանիայում, սիրում են նրան, իսկ համոզված եմ Սյուզին արդեն ընդունում են նաև հայ մարզասերն ու հեռուստադիտողը։ Պարոն Անտոնյան, աղջիկների մոտ սովորաբար ավելի շատ է էներգիան, ֆիզիկական պատրաստվածությունը զգացվում բռնցքամարտում, նրանք շատ ավելի էներգիա են ծախսում եւ շատ շուտ հոգնում են։ Պարզ է, որ երիտասարդ բռնցքամարտիկների համար սա օրինակ է, երբ որ դիտում են աղջիկների կանանց մենամարտը, եւ իրենք էլ են ոգևորում, որ կարողանում է աղջիկը 10 ռաունդ այսպիսի տեմպով աշխատել, հետագայում իրենք աշխատելու պահին կհիշեն այս մենամարտը եւ իրենց մոտ կամային որակներ կզարգանա տիրապետելու իրենց, հաղթահարելու ծանրություն, դիմարկայելու մենամարտի ծանրությունը։ Եվ առավել եւս մենք կարևորում ենք նաեւ աղջիկների մենամարտը, ինչու որտեւ Օլիմպիական կոմիտեն, միջազգային օլիմպիական կոմիտեն արդեն որոշում է կայացրել, որ բռնցքամարտի օլիմպիական խաղերի ժամանակ յուրաքանչյուր հավաքական պիտի ունենա նվազագույնը 3 կին մասնակից։ Այժմանից արդեն պետք է լրջորեն պատրաստվենք, 5-րդ ռաունդն է, սել հեռուստադիտողներ, Սյուզի շատ արագ Կենտիկյանը, անցան այս 5 ռաունդը, այո։ Ես համոզված եմ, որ շատ հայ բռնցքամարտիկներ, ովքեր Գերմանիայում են, իհարկե բացառություն Արտուր Աբրահամի, ես հեռուստադիտողներին ուզում եմ հայտանակնկալի մասին եւս մեկ անգամ հիշեցնել, որ հոկտեմբերի 17-ին շանթի ուղիղ եթերում դուք կարող եք հետևել պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 ուժեղագույն մարզիկների աշխարհի նախկին ու ներկա չեմպիոնների մենամարտերին, սուպեր մենամարտերին Արտուր Աբրահամը հոկտեմբերի 17-ին մենամարտելու է Ջեյմեր Թեյլերի հետ եւ այդ մենամարտը դուք կարող եք դիտել շանթի ուղիղ եթերում հոկտեմբերի 17-ին կեսգիշերին, անպայման հետևեք մեր անոնսներին, այդ մասին կտեղեկացնենք, սա Արտուրի ցանկությունն էր, որպեսզի մենամարտը ցուցադրվի շանթի եթերում, որտեղ մեր հեռարձակման շնորհիվ, արբանյակային հեռարձակման շնորհիվ այս մարտը կդիտեն ամբողջ աշխարհում
Ռուսաստանում, Եվրոպայում, Միջին ու Մերձավոր Արևելքում, նաև Միացյալ Նահանգներում։ Այնպես որ հեռուստադիտողներ այդ անակնկալը նաև Շանթի 15-ամյակին նվիրված այդ տոնակատարությունների շարունակությունն է կարծես։ Անակնկալների շարքը շարունակվում են, տեսնենք ինչ անակնկալ մեզ կմատուցի Սյուզի Կենտիկյանը հոկտեմբերի 10-ին, արդեն 11-ին։ Միշտ վերջին վարկյանին Այո, հասցնում է վերջավորությունը ռինգի վերջի ռաունդի վերջին հարվածը ինքն է անցկացնում։ Կարծես թե եզրափակում է եւ ցույց է տալիս, որ այս դեռ շարունակելու է մարտը այդպես հարցակողական ոճով անցկացնել։ Հանգիստ է Սյուզին։ Gezielte und Einzelschläge schauen. Nicht alles. Nicht so viel schlagen. Իսկապես հակառակորդն էլ ուժեղ բռնցքամարտիկ է եւ դիմանում է այսպիսի հարվածների։ Պարոն Անտոնյան, բայց նկատեցի, որ Հուլիան ավելի շատ պաշտպանողական ոճի բռնցքամարտիկ է։ Նա փորձում է ավելի շատ պաշտպանվել Հակագրոհի միջոցով, հակագրոհների միջոցով։ Ընդունում է ձեռքերով պաշտպանությունը, հարվածներ ընդունում է եւ այնուհետեւ անցնում է այո։ Sechste Runde. Halbe Runde. Եվս մեկ հաճելի տեղեկատվություն եմ ուզում հաղորդել մեր հեռուստադիտողներին։ Ամենայն հավանականությամբ Շանթի եթերում մենք արդեն 2010 թվականից կարող ենք հետևել նաև Կարո Մուրադի եւս մեկ հայ ազգի բռնցքամարտիկի, որ ապրում է Գերմանիայում, Բերլինում, Զաուլանտա Գումբիսանը։ Կարոն վերջերս հերթական հաղթանակը տարավ Սերգեյ Դեմչենկոյի ուկրաինացիած բռնցքամարտիկի նկատմամբ 18 ռաունդանոց մենամարտում միավորների առավելությամբ նա հաղթեց WBO վարկածով ինտերկոնտինենտալ այդ գոտու չեմպիոնն է կիսածանր քաշային կարգում եւ ամենայն հավանականությամբ արդեն 2010 թվականին Կարո Մուրադին մենք կտեսնենք արդեն աշխարհի չեմպիոնի կոչման համար IB վարկածով գոտու պայքարում։ Այո, եւս մեկ հայ բռնցքամարտիկ կմտնի աշխարհի լավագույնների Այո, ցուցակում։ հուսանք, որ անպայման մենք դեռ առիթ կունենանք այդ բռնցքամարտիկին անդրադառնալու։ Իսկ այժմ Սյուզի Կենտիկյան Շատ ինտենսիվ մենամարտ է փոքրամարմին այս հայուհին, այս գեղեցկուհին, այո, շարունակում է ռինգում իր գեղեցիկ մարտը անցկացնել, առայժմ նա տպավորություն է ստեղծում, ունի առավելություն եւ կարծում եմ պիտի պահպանի այդ առավելությունը։ 6-րդ ռաունդն է, մնացել է 34 վայրկյան։ Ես նայել եմ Սյուզի Կենտիկյանի մյուս մենամարտերը եւ շատ շուտ վերջացրել է մենամարտը։ Այստեղ այսօրվա մենամարտում չի լարվածությունը այնքան մեծ է, որ չի կարողանում իր ուժգին հարվածը անցկացնել։ Չի ստացվում։ Գուցե ինչ որտեղ նաև մրցակիցն է շատ պաշտպանվում եւ այդ պաշտպանությունը կարծես թե նրան հնարություն չի տալիս ավելի արագ եւ հարվածները նպատակին հասցնել։ Նույնպես ուժեղ բռնցքամարտուհի է եւ երևում է նրա աշխատանքի ոճը։ Քսանյոթ տարեկանում նա սկսեց բռնցքամարտը Հուլիա Սայինը պրոֆեսիոնալ ռինգում, մինչ այդ նա զբաղվել է քիքբոքսինգով, եղել է աշխարհի չեմպիոնուի ֆուլ կոնտակտ մրցաձևում, բայց հետո կարծես թե որոշել է տեղափոխվել բռնցքամարտ եւ այս տարիների ընթացքում, այս 7 տարիների ընթացքում նա հասցրել է արդեն 20 մարտ անցկացնել։ Դա 20 մարտ բռնցքամարտում, իսկ դրանից առաջ նա մյուս մարզաձևերում նույնպես փորձ է։ Այո, եւ կարատե, եւ քիքբոքս։